Երևանում այսօր առավոտյան շտապօգնության մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել Էլեկտրասյանը։ Պատահարի հետևանքով 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից մեկը 1957 թվականին ծնված բժշկուհի Հասմիկ Ղազարյանը մահացել է։ Իր էջում գրել է առողջապահության նախարարը։ Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակը այս պահին գնահատվում է ծանր, գրել է Անահիտ Ավանեսյանը։ Իսկ որն է եղել վթարի պատճառը, մեդիա-աբիետ զրույցում Երևանի քաղաքապետարանի շտապօգնություն ՓԲ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը ասաց, որ կանչից հետո գալու ճանապարհին բրիգադը ինքնավթարի է ենթարկվել։ Նախնական վարկածով վարորդը ամենայն հավանականությամբ ղեկին քնել է։ Կանչ ենք ունեցել, կանչը ավարտելուց հետո վերադարձի ճանապարհին բրիգադը ինքնավթարի է ենթարկվել։ Ամենայն հավանականությամբ վարորդի աչքը կպել է։ Կողքը բժիշկն է նստած եղել, հետևը բուժքույրը։ Բժիշկը մահացել է, բուժքույրը կայուն ծանր վիճակում է, իսկ վարորդի վիճակը ավելի թեթև է։ Միայն կողերի կոտրվածք ուներ, գիտակցությունը տեղներ, ասաց Ռուբեն Գրիգորյանը, նշելով, որ վարորդը սթափ է եղել։ Հարցին արդյոք բժիշկը ամրակապված է եղել, Գրիգորյանը ասաց. «Կարծում եմ ամրակապված չի եղել։ Դրանք բոլորը նախնական տեղեկություններ են, ես տեսագրությունն ունեմ, ինքը սովորական գնում հարվածում է սյանը, որևէ այլ բան չի եղել»։